Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ անձից, մեկ քաղաքական ուժից կամ մեկ ընտրությունից։ Պատմությունն ու միջազգային փորձը դա ապացուցել են։ Եվրոպայում երկրորդ աշխարհամարտից հետո խաղաղությունը կառուցվեց ոչ թե առաջնորդների, այլ ինստիտուտների վրա։ Օրենք, դատարան, փոխզսպում, համագործակցություն, արդյունքը բոլորիս աչքի առաջ է՝ տասնամյակների կայունություն։ Խաղաղությունը կառուցվում է 3 հիմքի վրա՝ ուժեղ քաղաքականություն, կայուն տնտեսություն եւ պաշտպանունակ անվտանգային համակարգ։ Բայց կա մի ավելի խորը շերտ՝ ներքին համերաշխությունը եւ գործող ինստիտուտները, առանց որոնց մնացած ոչինչ չի աշխատում։ Պետությունը նման է կենդանի օրգանիզմի, եթե ներսում չկա հավասարակշռություն, արտաքին ոչ մի պաշտպանություն չի փրկում։ Եթե չկա վստահություն ընտրության, դատարանի, պետության նկատմամբ, խաղաղությունը դառնում է թղթի վրա գրված խոստում, որը առաջին լուրջ փորձության պահին վերածվում է մոխրի։ Ուժեղ երկրներում խաղաղությունը պահում է համակարգը, իշխանությունը եւ ոչ իշխանությունը, այսինքն ընդդիմությունը, որոնք նույնիսկ մրցակցության մեջ չեն խարխլում պետության հիմքերը։ Սա է տարբերությունը կայուն պետության եւ մշտական ռիսկի մեջ ապրող երկրի միջև։ Այն, ինչ կախված է մեկ անձից, մեկ քաղաքական ուժից եւ մեկ ընտրությունից, չի կարող կայուն եւ հաստատուն լինել։ Մենք առաջարկում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ խաղաղությունը պահում են ուժեղ ինստիտուտները, օրենքը, ներքին համերաշխությունը եւ պատասխանատու քաղաքական մշակույթը։ Անշրջելի է այն խաղաղությունը, որի հիմքում կանգնած է պետությունը, ներսից ամուր, հավասարակշռված եւ ինքն իրեն պաշտպանելու ունակ։